Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ 894 թվականին Արագածոտ ընկավառի Դողս գյուղի մոտ հայկական բանակը կարողացավ կանգնեցնել Ատրպատականի Ամիրայի զորքերին, ջախջախեց նրան եւ հետ շպրտեց իր երկրի սահմաններից։ Դրանով վերականգնվում էր Հայաստանի անվտանգությունը Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում։ Բարև ձեզ։ Մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակում այսօր խոսելու ենք Դողսի ճակատամարտի մասին եւ այստեղ կարևոր է նշել, որ Դողսը գյուղ է, որ այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի սահմաններում, ունի շուրջ 1500 բնակչություն, պատմականորեն սակայն եղել է Արագածոտն գավառի կազմում, Այրարատ նահանգի Արագածոտն գավառում եւ պատահական չէ, որ 9-րդ դարի վերջի իրադարձությունները նկարագրելիս մեր պատմիչները այն հիշատակում են իբրև Արագածոտնի գյուղերից մեկը։ Գյուղը գտնվում է Վաղարշապատ քաղաքից եւ Սուրբ Էջմիածնից փոքր հեռավորության վրա, ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա եւ նրա պատմության մեջ ամենանշանավոր իրադարձությունը իհարկե Դողսի 804 թվականի ճակատամարտն է։ Մենք պետք է նշենք, որ այստեղ այս պահին կարևոր հուշարձանը իհարկե հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցին է, Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին, որի մոտ մենք կանգնած ենք, այն 19-րդ դարի կառույց է եւ ժամանակակից իր տեսքը վերջնական ստացել է 2015 թվականի վերակառուցման շնորհիվ, բայց պետք է իհարկե շեշտենք, որ այստեղ միջնադարում հենց նույն 9-րդ դարի ժամանակաշրջանում պետք է եկեղեցի եղածներ, քանի որ այդ հին եկեղեցու հետքերը տարածքում պահպանվել են, մասնավորապես խաչքարի բեկորներ եւ հին շինության տարբեր բեկորներ այստեղ առկա են նույնիսկ մեր օրերում։ Իսկ մենք այս պահին խոսենք, թե ինչ է տեղի ունենում 9-րդ դարի վերջում եւ ինչու է Դողսի ճակատամարտը չափազանց կարեւոր եւ ինչու է փաստորեն այնպես ստացվել, որ այս ճակատամարտի կարեւորությունը պատմականորեն հաճախ մոռացության է մատնվում։ Այստեղ պետք է նախ եւ առաջ ֆիքսենք, որ Դողսի ճակատամարտը տեղի ունեցել որոշակի աշխարհաքաղաքական իրադարձությունների հանգամանքների բերումով եւ նաեւ իհարկե ունեցել է ներհայաստանյան որոշակի զարգացումների տրամաբանության շարունակություն։ Արաբական խալիֆայությունը ստիպված եղավ հաշվի նստել հայ նախարարական համակարգի հետ, որովհետեւ 850-55 թվականների ապստամբության ժամանակ հայ բագրատների գլխավորությամբ ձևավորված նախարարների դաշինքը, որի մեջ մտնում էին նաեւ արծունիները Վասպուրականում, սյունիները Սյունիքում եւ առանշահիկների տոհմաճյուղերը Արցախում կարողացան ապացուցել արաբական իշխանություններին, որ Հայաստանը պետք է վայելի առնվազն ներքին ինքնավարություն եւ նույնիսկ պետք է շարժվի անկախության ճանապարհով։ Եվ ահա 30-ամյա անկախության ուղի անցնելով ի վերջո Աշոտ Բագրատունու գլխավորությամբ Հայաստանը վերականգնում է իր թագավորության կարգավիճակը։ Աշոտ առաջինը հռչակում է թագավոր, ստանում միջազգային ճանաչում, այդ թվում իհարկե առաջին հերթին արաբական խալիֆայության կողմից ստանում է թագավորական իշխանության պատվանշաններ, այսինքն թագավորական թագ եւ ծիրանի, դրանով իսկ ճանաչվում է նրա թագավորական իշխանությունը։ Այն ամբողջացվում է թագավորի օծման ծեսով եւ այդ հանդիսությունը կատարվում է բնականաբար հայոց կաթողիկոսի ձեռամբ Գևորգ II Կառնեցու կողմից։ Այս իրադրության պայմաններում ստացվում է, որ Հայաստանը ձեռք էր բերում թագավորության կարգավիճակ, դառնում էր վերստին անկախ պետություն եւ այս անկախ պետությունը սկզբնական շրջանում դեռևս ցավոք շարունակում էր հարկատու մնալ արաբական խալիֆայության ղեկավարին, խալիֆին, եւ սա իհարկե որոշակի սահմանափակում էր իրենից ենթադրում։ Այս ժամանակաշրջանում արաբական խալիֆայության գլխավոր հակառակորդը տարածաշրջանում բյուզանդական կայսրությունն էր։ Ստացվում է, որ երկու հզոր պետություններ տարածաշրջանը բաժանել էին միմյանց միջև եւ բյուզանդական կայսրությունը այդ շրջանում վերստին վերելք էր ապրում, իսկ արաբական խալիֆայությունը թուլանում էր։ Նշված պայմաններում իհարկե բյուզանդական կայսրությունը փորձելու էր օգտվել արաբական խալիֆայության թուլացումից եւ մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ իհարկե այստեղ դիտարկում էր հնարավորությունը Հայաստանում ազդեցության մեծացմամբ հավասարակշռել տարածաշրջանում ուժերի բալանսը։
Հայաստանում այս ամենին նայում էին այլ կերպ։ Իհարկե, սկզբից Աշոտ առաջինի համար չափազանց կարևոր էր, որ ճանաչումը լինի առաջին հերթին արաբական խալիֆայության կողմից եւ հետո նոր բյուզանդական կայսրության, որպեսզի նրա անկախացումը լիակատար լեգիտիմություն ստանար եւ հետագայում չբերեր նույն արաբական կենտրոնական իշխանությունների հետ կոնֆլիկտի։ Այս առումով նրա քայլերը հավասարակշռված էին եւ հերթով ճիշտ կատարված եւ դրա համար բերել էին անհրաժեշտ արդյունք։ Սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ անհրաժեշտություն կար տարածաշրջանում ժամանակի հետ առևտրական լուրջ կապեր հաստատելու նույն բյուզանդական կայսրության հետ, տարանցիկ առևտրի հնարավորություններից օգտվելու եւ Հայաստանը նաեւ շուկայական այդ առևտրական ճանապարհների կարևոր տարանցիկ խաչմերուկ դարձնելու։ Հետևաբար այս իրավիճակում մեջտեղ է գալիս հայ-բյուզանդական առևտրական պայմանագրի գաղափարը։ Պայմանագիրը ստորագրվում է 893 թվականին եւ այն առաջ է բերում մեր հարևան Ատրպատականի Սաջան Ամիրայության խուլ դժգոհությունը։ Սաջանները փորձում են սա որպես առիթ օգտագործել հայոց թագավորության ներքին գործերին միջամտելու համար։ Բանն այն է, որ Աշոտ առաջինից հետո նրա որդին Սմբատ առաջինը երբ դառնում է հայոց թագավոր, Հայաստանից հարկի հավաքման եւ արաբական արքունիք փոխանցման իրավունքը միջնորդավորված ձևով փաստորեն խալիֆի կողմից տրվում է Սաջան Ամիրայության տիրակալին։ Ստացվում է, որ Սաջան Աբշին Ամիրան պետք է ստանար Հայաստանից հարկը, փոխանցեր արաբական արքունիք եւ այս ամենը իհարկե մի կողմից սահմանափակում էր Բագրատների իշխանության աստորեն բարձր կարգավիճակը, մյուս կողմից շահերի բախում էր առաջացնում մեր եւ Սաջանների միջև։ Եվ ահա այս հենց իրավունքից օգտվելով է, որ Սաջանները փորձելու են միջամտել նաեւ հայ-բյուզանդական հարաբերությունների հարցին եւ նրանք մեկնաբանեցին հայ-բյուզանդական պայմանագրի կնքումը իբրև թե Հայաստանի արաբական խալիֆի նկատմամբ այդ գերակա այդ կարգավիճակը խալիֆի ընդունելու իրավիճակի խախտում, այսինքն մենք կարծեք թե խախտում ենք այս դասավորությունը ուժերի, երբ ուղիղ պայմանագիր ենք ստորագրում բյուզանդական կողմի հետ։ Պայմանագրի մասին մեր սկզբնաղբյուրները պատմում են, որ փաստորեն ուղիղ Լևոն իմաստասեր կայսեր հետ պայմանագիր է եղել եւ սա փաստորեն հավասար հիմքերի վրա էր կարծեք դնում, ստացվում է Հայաստանը լիարժեքորեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն էր վարում եւ սա շարժառիթ էր Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Այս հիմնախնդրի կողքին կար նաեւ մեկ այլ հարց, որը եւ Հայաստանի ներքին հարց էր եւ նաեւ արտաքին կարեւորագույն նշանակություններ։ Բանն այն է, որ Հայաստանի սրտում երբեմնի մայրաքաղաք Դվինում նստում էր արաբ ամիրա, դա երբեմնի ոստիկանության համակարգի, այսինքն Հայաստանում արաբական կառավարչի նստավայրից մնացած ամիրայություն էր եւ այստեղ երկու եղբայրներ էին իշխում, որոնց անհրաժեշտ էր այդտեղից հեռացնել Հայաստանի կայունությունը ներսից նաեւ ապահովելու համար։ Սմբատ առաջինի համար շատ կարևոր էր այս հարցը, մանավանդ որ հայոց կաթողիկոսի նստավայրը գտնվում էր Դվինում եւ կաթողիկոսարանը փաստորեն այդտեղ մահմեդական վարչակազմի եւ նաեւ որոշ չափով մահմեդական բնակչության արկայության պարագայում լուրջ դժվարությունների էր հանդիպում։ Հայաստանի միասնության վերականգնման մեջ իհարկե կարևոր էր Դվինի նկատմամբ վերահսկողության հաստատումը։ Դվինի հարցը ի սկզբանե դեռ 892 թվականից թագավորի համար կարևոր նշանակություն ուներ։ 90 թվականից իշխող արքան աստիճանաբար 92-ին ճանաչում ստանալով խալիֆի կողմից ջանքեր էր գործադրում այս ուղղությամբ եւս ինչ որ հաջողություն ունենալու։ Եվ ահա արաբական այս ամիրայության հետ բախում է տեղի ունենում եւ տեղի երկու կառավարիչ արաբ կուսակալ ամիրաները ձերբակալվում են եւ այստեղ իհարկե դժգոհություն է առաջացնում այն հանգամանքը, որ նա նրանց ուղարկում է Բյուզանդիա ի նշան բարեկամության։ Այսինքն ստացվում է, որ թագավորը մի կողմից խոհեմ գիծ էր վարում իր թագավորության մեջ մտցնելու հայկական բոլոր տարածքները, մյուս կողմից իհարկե ոչ այնքան ճիշտ հաշվարկված քայլ էր, որ պետք է արաբական խալիֆի փաստորեն ստորականները ուղարկվեին
Հայաստանից դուրս նրանց հակառակորդին։ Բնականաբար այս ամենը հավաքելով այս փաստարկները Ատրպատականի Սաջան Ամիրայությունը նախաձեռնում է արշավանք Հայաստանի ուղղությամբ։ Այս ամենը իհարկե շատ հետաքրքիր ձևով փորձել էին պլանավորել եւ գտնվեց հարմար պահը։ Ուրեմն Դվինին տիրանալուց որոշ ժամանակ հետո տեղի ունենում ողբերգական իրադարձություն 893 թվականին Դվինում երկրաշարժ է լինում եւ ավերածությունների հետևանքներով զբաղված հայոց թագավորը ըստ Աբշինի չէր հասնելու կռահել ինչ է տեղի ունենում եւ չէր արձագանքի ժամանակին եւ ըստ արժանվույն տեղի ունեցող իրավիճակային գործընթացներին։ Երկրաշարժից հետո Աբշինի համար հրաշալի հնարավորություն էր ստեղծվել Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար եւ եթե նախորդ դեպքում նա Հայաստան արշավելու փորձ ուներ մինչև երկրաշարժը, երբ Դվինը միացրել էր հայոց թագավորը, նրա զորաշարժը եղել էր Փայտակարանի կողմից, այսինքն Հայաստանի արևելյան մասից, եւ այստեղ թագավորը 30,000 զորականներով նրան ընդառաջ էր գնացել, բացատրել էր նաեւ, որ հայ բյուզանդական պայմանագիրը ուղղված չէ խալիֆայության դեմ, հակառակը այն կարող է միջանկյալ առևտրի աստորեն տարանցիկ գոտի լինել եւ նաեւ բյուզանդական ապրանքներից Հայաստանի տարածքում կօգտվի խալիֆայությունը եւ նաեւ նվերներով են փոխանակվում, ակնհայտորեն ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմը պատերազմական գործողության տրամադրված չէ եւ հակառակը բացատրում է, որ նույն սաջանները եւ նույն խալիֆայությունը կարող են այս իրավիճակում շահող դուրս գալ, եթե այդ առևտուրն իսկապես աշխատի։ Նման պարագայում Սաջանները հետ էին շարժվել, տեղափոխվել էին նորից Ատրպատական իրենց ստորաբաժանումներով, իսկ երկրաշարժից հետո ստեղծված նոր իրադրության պայմաններում Սաջանների զորքը շատ արագ հայտնվում է Արաքսի միջնահովտում, այսինքն Նախիջևանի հատվածում եւ այդտեղից շարժվում դեպի Արարատյան դաշտ։ Այսպիսով առանց որևէ դժվարության Սաջանները կարողանում են Նախիջևանի կողմից Դվինին տիրանալ վերստին եւ շարժվում են ավելի դեպի հյուսիս։ Սա լուրջ խնդիրներ է ստեղծում հայոց թագավորի համար եւ անհրաժեշտություն է առաջանում շտաբ ճակատամարտ կազմակերպելու։ Հայկական զինուժը հավաքվում է Արագած լեռան լանջերին եւ դեպի Ստորոտ շարժվելով Վժան գյուղի մոտ է տեղակայվում եւ այդտեղից պատրաստվում է հարավ շարժվել։ Որպես կարևոր ժեստ քայլ հայոց թագավորը փորձում է խնդիրը խաղաղությամբ կարգավորել եւ ուղարկվում է կաթողիկոսը բանակցելու Գևորգ II Գառնեցին, այս մասին ներկայացնում է մեկ այլ կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին իր հայոց պատմություն աշխատության մեջ, որտեղ անդրադառնում է այս դրվագին այն տեսանկյունից, որ այնքան լկտիաբար է պահում իրեն մյուս կողմը, հակառակորդ կողմը, որ կաթողիկոսը բանտարկվում է նույնիսկ։ Եվ դրանից հետո պատերազմական գործողությունները փաստորեն անխուսափելի էին։ Եվ այստեղ սաջանները մտածում են, որ կկարողանան նախնական հաջողություններից հետո գրանցել շատ արագ եւ հեշտ հաղթանակ եւ շարժվում են հայկական զինուժին ընդառաջ։ Ճակատամարտը տեղի է ունենում Դողս գյուղի մոտ եւ հայկական ուժերը օգտագործում են իրենց բարձրադիր դիրքադրությունը որպես առավելություն, տակտիկական առավելություն են ստանում այդ տեղանքը լավ իմանալով եւ հենց վերևից գրոհելով ավելի բարձր վայրից գրոհելով եւ կարողանում են գրանցել հաջողություն։ Ճակատամարտն ավարտվում է հայկական զորքի հաղթանակով եւ Աբշինը ստիպված է լինում պարտված զորամասերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Սա իհարկե բերում է հայկական կողմի համար, մասնավորապես Սմբատ առաջինի համար ժամանակավոր հաջողություն եւ հետագայում միայն այլ իրավիճակներ, օրինակ Վրաց Ալտերներսեի իշխանին թագավոր կարգելու եւ թագադրելու գործողությունից հետո էր, որ պետք է Ատրպատականի Ամիրայությունը եւս մեկ նոր առիթ գտներ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Սակայն այդ պարագայում 804 թվականին Դողսի ճակատամարտն ապահովեց հաջողություն հայոց թագավորությանը եւ եւս մի քանի տարի խաղաղություն ապահովեց եւ անկախության շարունակություն։ Հետագայում արդեն հաջորդող ճակատամարտերի ժամանակ Դողսի ճակատամարտի
լավ օրինակը բնականաբար վստահություն պետք է հաղորդեր հայ մարտիկներին իրենց գործողություններում։ Դողսի ճակատամարտից հետո ցավոք Սմբատ առաջին արքայի ժամանակ ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ որ ճակատամարտերում թագավորը պարտվել է։ Եվ այդպիսիք ցավոք այդպիսի պարտությունները մի քանիսն են եղել։ Սակայն երբ մենք գնահատում ենք Սմբատ առաջինի ժամանակաշրջանը հայ ռազմարվեստի պատմության տեսանկյունից եւ առհասարակ Դողսի ճակատամարտի դերը հայ ռազմարվեստի պատմության մեջ այն բավական բացառիկ հաջող ճակատամարտերից է, երբ որ հայկական բանակը իր համար ստեղծված անսպասելի իրավիճակում տեղանքին քաջածանոթ լինելով կարողացել է տակտիկական ճիշտ լուծումներ գտնել եւ դիրքադրության նույնիսկ փոքրիկ առավելությունները իր օգտին շրջել։ Այս տեսանկյունից իհարկե չափազանց կարևոր է նման հաղթանակների պատմական հիշողության ամրագրումը, որովհետև առանց դրանց հնարավոր չէ կերտել նոր հաղթանակներ։ Դողսի ճակատամարտից հետո գրանցված արդեն հետագայում որոշ անհաջողությունները Սմբատ առաջինի պարագայում դրանք ոչ այնքան ուղիղ ռազմաքաղաքական իրադրության կամ ռազմական բախումների ընթացքում գրանցված անհաջողություններ են, որքան ավելի քաղաքական որոշումներից բխող ձախողումներ։ Եվ այդպիսիք էին օրինակ նույն Վրաց Ատրներսեի իշխանին թագադրելը։ Այստեղ արաբական կողմի մոտ ավելանում էին լրացուցիչ լեգիտիմ իրենց կարծիքով պնդումներ, թե հայոց թագավորը իրենց ընդհանուր համակարգը արաբական խալիֆայության համակարգը խարխլելու գործողություններ է կատարում եւ դրանով իրենք միջամտում էին ներքին գործերին եւ կարողացան նույնիսկ արշավանքով հասնել Կարս Բերդաքաղաք, այստեղ գերեցին նույնիսկ հայոց թագուհուն եւ թագավորը, որ փախուստի էր դիմել հերրավոր տայքի անտառներ, կարողացավ մեծ դժվարությամբ փրկագնել իր մեծամեծներին եւ թագուհուն, այս առումով հետագայում դժվարություններ ստեղծելով իր գահակալման համար։ Սա նշանակում է, որ միշտ չէ, որ պատմականորեն ռազմական հաղթանակները երկարամյա հաջողություն են երաշխավորել, դա միայն այն դեպքերում է բերել ձախողումների, երբ որ դիվանագիտական, քաղաքական հաշվարկները սխալ են կատարվել, հետագայում եղել են ոչ այնքան ճիշտ որոշումներ, որոնք արդեն ստվեր են գցել ժամանակին գրանցված ռազմական հաջողությունների վրա։ Եթե մենք շատ ընդհանրական գնահատենք սաջանների հետ հակամարտությունը, սա ստացվում է իրանական միջինասիական ծագմամբ մեկ ընտանիքի, Սաջան ընտանիքի ատրպատականում եւ Հայաստանում Բագրատունի ընտանիքի միջև բախում է, երկու պետությունների պետական կազմավորների բախում, որ թվում է պետք է երկարամյա շարունակություն ունենա, բայց Սաջանների ամիրայությունը շատ կարճ ժամանակամիջոց է գոյություն ունենում։ Այն պետությունը, պետական կազմավորումը, որ 9-րդ դարի վերջին եւ մինչեւ նույնիսկ 920-ական թվականներին վտանգում էր Հայաստանի որպես թագավորության գոյությունը, կարելի է ասել Հայաստանի համար վերածվել էր էկզիստենցիալ սպառնալիքի, գոյութենական սպառնալիքի 928 թվականին իսպառ վերանում է։ Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ատրպատականի տարածքում մեկը մյուսին գալիս են հաջորդելու տարբեր պետական կազմավորումներ, տարբեր դինաստիաների կողմից, տարբեր տոհմեր մեկը մյուսին փոխարինում են, իսկ այդ ընթացքում Բագրատները կարողանում են Հայաստանում ամրապնդել իրենց իշխանությունը։ Սմբատ առաջինի ժամանակ եւ հերոսական հաջողության դրվագները եւ միևնույն ժամանակ անհաջողության եւ ձախողումների հետ կապված որոշումները ի վերջո ամբողջանում են արդեն հաջորդ արքայի Աշոտ Երկաթի օրոք։ Աշոտ երկրորդ Երկաթը, որ Սմբատ առաջին արքայի որդին է, կարողանում է երկարատև համառ պայքարի արդյունքում հասնել ի վերջո Հայաստանի լիակատար անկախության եւ 927 թվականին դադարում է պետական հարկի վճարումը արաբական խալիֆայությանը, ճանաչվելով նրանց իսկ կողմից շահանշահ հայոց։ Մի կողմից համատելով նույն Սմբատ առաջինի ժամանակաշրջանի հետ մենք կարող ենք ֆիքսել, որ մենք կորցնում ենք մինչև Կովկասյան լեռներ վերահսկողությունը, այսինքն Բագրատների տերությունը մի կողմից կարծեք սահմանափակվում է, բայց մյուս կողմից արտաքին ենթակայության տեսանկյունից ինքը սկսում է ավելի ազատ տնօրինել իր ներքին գործերը, օրինակ այլևս դուրս չի ուղարկվում այն հարկը, որ ուղարկում էր առաջին երկու արքաների ժամանակ։ Արաբական խալիֆայության հետ
փոխհարաբերությունների այդ բազմամշակութային հետարքիր համակարգը, որ կար, իր առանձնահատկություններով փաստորեն վերանում է, բայց հայ թագավորները հետագայում փորձում էին շեշտել հենց արաբական խալիֆայությունից թակ ստանալու գաղափարը, ինչը երևում է օրինակ Գագիկ առաջինի պատկերագրության մեջ, եւ սրանով նրանք ըստ էության հակադրվում էին բյուզանդական համակարգին, որ ցույց տան, որ բյուզանդական համակարգին ենթակա չեն եւ չեն ընդունում բյուզանդական կայսրության կողմից Հայաստանի նկատմամբ գերիշխանություն հաստատելու որևէ նկրտում։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ տարբեր ռազմական հաղթանակներ, ինչպես օրինակ Դողսի ճակատամարտը, հայոց պատմության հերոսական դրվագներից է եւ կարևոր դեր է ունեցել հետագա այլ ճակատամարտերում հայերի հերոսական կեցվածքի ամրագրման եւ վճռականություն դրսեւորելու վրա։ Իսկ մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ ATV եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։